Հայ-լիտվական հարաբերությունները թևակողում են նոր ռազմավարական գործընկերության փուլ։ Լիտվայի արտգործնախարարի պաշտոնական այցը Երևան խորհրդանշական ժամանակահատվածում է երկու երկրի դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակին։ Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Հայաստանը եւ Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են։ Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա եւ ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսություն եւ համագործակցությունը, բայց նաեւ ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը։ Արարատ Միրզոյանն ու Կեստոտիս Բուդրիսը քննարկել են հայ-լիտվական տնտեսական գործակցության հեռանկարները, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության ոլորտներում։ Երևանը ընդգծում է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման հարցում Լիտվայի աջակցությունը։ Մեզ համար շատ կարևոր նաեւ եւ հետաքրքիր ձևաչափ է Հայաստան Նորդիկ, Բալտիկ երկրների համագործակցության ձևաչափ այստեղ եւս վայելում ենք Լիտվայի լիակատար աջակցությունը մի մեր համագործակցության եւ կամ ընդհանուր համագործակցության լավագույն դրսեւորումներից, ամենաթարմ դրսեւորումներից մեկը մենք վերջերս հյուրընկալեցինք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում եւ նաեւ անմիջապես դրան զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը։ Պետք է անպայման ընդգծենք, որ մեր հարաբերությունները հիմնված են նախ եւ առաջ ընդհանուր արժեքների վրա՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ սա իհարկե ուրախալի նորություն է, բայց կա զուգահեռ նորությունը, որ այս նույն արժեքները, որ ես քիչ առաջ նշեցի, թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից մեր օրերում եւ հիբրիդային սպառնալիքների ներքո են գտնվում եւ ուզում եմ ասել, որ սա եւս մի ոլորտ է, որտեղ մենք եւ Լիտվան սերտորեն համագործակցում ենք հասցեագրելու այս մարտահրավերները։ Արտգործնախարարները անդրադարձել են տարածաշրջանային հարցերին։ Միրզոյանը Լիտվայի պաշտոնակցին է ներկայացրել աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասով դրական առաջխաղացումները, նաեւ թրիփ նախագիծն ու դրա շրջանակում ձեռնարկվող քայլերը։ Դրական առաջխաղացումների կարիք բոլորս ունենք, սա կայունություն է բերում եւ նոր հնարավորություններ ընձեռում։ Ուստի Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացին եւ հուսանք, որ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար։ Սահմանները բացելով, առևտուրը բացելով, ճանապարհները, ենթակառուցվածքները բացելով, ժողովուրդների միջև կապերը, ապրանքների շրջանառությունն ազատ դարձնելով, ավելի կբարձրանա անվտանգության մակարդակը, որին արժանի եք այստեղ բոլորդ։ Բուդրիսը հպարտությամբ է նշում Լիտվան առաջին երկիրն է, որ 1991-ին ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ստորագրված փաստաթուղթը ըստ նրա ավելի է ընդլայնում գործակցությունը բազմաթիվ ոլորտներում՝ եվրոպական ինտեգրում, ժողովրդավարական դիմակայունություն, բարձր տեխնոլոգիաներ, կրթություն, մշակույթ, ժողովուրդների միջև կապեր։ Եվրամիության վիզաների ազատականացումը մեծ հնարավորություն է տալիս երկրներին։ Հուսով եմ կօգնենք Հայաստանին ավելի արագացնել այս ընթացքը, որ Հայաստանը մուտքի արտոնագրերի ազատականացված փուլ կարողանա թևակողել եւ արդեն շատ քիչ սահմանափակումներով ձեր հասարակությունը կարողանա ճամփորդել ամբողջ Եվրոպական միությունում։ Ինչ տվեց Հայաստան-ԵՄ մայիսի սկզբին կայացած գագաթնաժողովը, որքանով ընկալելի դարձան մեր մոտեցումները միջազգային հանրությանը, ինչ ռիսկեր ավելի հստակ դարձան, խոսքը մասնավորապես վերաբերում է Մոսկվայից հնչած հայտարարություններին կողմնորոշվելու մասին Ռուսաստանի ղեկավարի պնդմանը։ Նշեցիք նաև քաղաքական ապահարզան, մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ կամ ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում, չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով եւ մենք տրամադրված ենք առողջ միջավայրում, առողջ քննարկման միջավայրում այդ հարաբերությունները, փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն խնդիրներ կան անշուշտ, նաև բայց կարծում եմ, որ խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում աշխարհում եւ միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկման լուծումներ գտնել եւ ի վերջո բոլոր կողմերը, ես նաև տեսական ասում եմ, էլի բոլոր տեսակի հարաբերությունների համար, պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու ուրեմն իրավունքին։ Մենք շատ լավ հասկանում ենք եւ Ռուսաստանից չէ որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը եւ Եվրոպական միության անդամակցությունը
անհամատեղելի են։ Հնարավոր չի մենք մնանք Եվրասիական տնտեսական միության մեջ եւ դառնանք Եվրոպական միության անդամ։ Եվ ահա մեր մոտարկումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք եւ երբ որ կլինի հասունանա կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք լինել այս խմբի, թե այս խմբի ուրեմն երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք, այստեղ որևէ նորություն չկա եւ կրկին մեզ դրսից չի որ պետք է այս մասին ասեն։ Մնացածը մենք բոլոր ուղղություններով հակված ենք դրական, առողջ փոխադարձ հարգանքի եւ փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության շարունակմանը։ Միրզոյանի գնահատմամբ Հայաստանն ու Եվրամիությունը օրորի ավելի են մոտենում միմյանց, ինչի համար կան բոլոր հնարավորությունները։ Ըստ նրա թիվ 1 նախադրյալը Հայաստանի ժողովրդի եվրոպական հավակնությունն է, որը արտահայտվել է նաև անցած տարվա քաղաքացիական նախաձեռնությամբ, որն ի վերջո վերածվել է օրենքի։ Եվրամիությունը կայսրություն չէ, այն միջազգային կազմակերպություն է, որի հիմքում արժեքներն են, սկզբունքները եւ որոշ կանոնակարգեր։ Եվրամիությունը վերաբերում է ժողովրդավարությանը, օրենքի գերակայության, խաղաղության եւ բարգավաճման սկզբունքի հիման վրա է կառուցված։ Կարծում եմ, աշխարհում լավագույն մոդելն ենք ստեղծել, թե ինչպես է դա հնարավոր անել։ Ինչպես կարող ենք մեր շահերը համապատասխանեցնել, խաղաղություն պահպանել, մի բան, որ Եվրոպայում այսքան երկար չի աշխատել։ Հիմա մենք այլևս չենք կռվում, առևտուր ենք իրականացնում, նոր տեխնոլոգիաներ ենք ստեղծում, ապագան ենք կերտում։ Աշխարհը սրա կարիքն ունի։ Ուստի բոլոր ազգերը, որ ուզում են միանալ Եվրամիությանը գործընկերության անդամակցության եղանակով, մենք բաց ենք։ Ժողովրդավարությունը նախ եւ առաջ ազատ եւ արդար ընտրություններն են։ Դուք պետք է որոշեք, որ ուղղությամբ եք ուզում գնալ։ Սա է եվրոպական գաղափարախոսությունը։ Սա որևէ մեկի դեմ չէ, դուք եք որոշողը։ Այս ընթացքում Եվրամիությունը կարող է օգտակար լինել, առանցքային դեր ունենալ։ Այս հեռանկարն է, որ տեսնում եմ այս պահին ձեր կառավարության ջանքերը, ստեղծելով այս կառուցողական իրավիճակը, կայունություն բերելու, երկխոսություն ունենալու, խաղաղության գործընթացը առաջ տանելու, բերելու ավելի լավ հեռանկար։ Լիտվայի արտգործնախարարը Հայաստան այցին անդրադարձել է Երևանից հրապարակած տեսաուղերձում, հայտարարել, որ ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը միտված է քաղաքական ու տնտեսական գործակցության ընդլայնմանը եւ աջակցում է Հայաստանին եվրոինտեգրման ճանապարհին։ Միսկաս լուսկերայ ամեն ինչ լավ իլենելու։ Մայա Խաչատրյան, լուրեր։